Ես ես ասում եմ ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում են, թող նայեն, ինչ օր է, ոնց որ պետք է։ Իրավապահները Գյումրիի համայնքապետարան մուտքից 5-6 ժամ անց այնտեղից դուրս բերեցին 6 ամսյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրանից առաջ արդեն հակակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխվել Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Առավոտյան համայնքապետարանում սկսված քննչական գործողություններին զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց նրանց մասնակցությամբ ձայնագրությունը, տեղեկացնելով, որ քրեական վարույթն առնչվում է կաշառք պահանջելուն եւ ստանալուն։ Գյումրեցիներ, ով սիրում է իր հարգում է քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն։ Փոխքաղաքապետին զուգահեռ քաղաքը պաշտպանելու կոչով հանդես եկավ նաև Վարդան Ղուկասյանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք գյումրեցիներս պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու եւ պաշտպանելու իրավունքը։ Այս ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցները հրահանգ են ստացել գալ հրապարակ աջակցություն Վարդան Ղուկասյանի։ Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը տեսանյութեր տարածեց Գյումրու մի շարք մանկապարտեզներից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին ժամանակից շուտ տուն ուղարկելու և ծնողներին կամ անձնակազմին հանրահավաքի մասնակցելու հորդոր անելու ահազանգերի վերաբերյալ։ Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները։ Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին վերոնշյալ ահազանգերի հիման վրա։ Պարզվեց հրապարակ գալու հրահանգ ստացել են նաև երթուղայինների վարորդները։ Քնարիկ Հարությունյանը լուսանկարներ հրապարակեց։ Ղուկասյանին սատարելու համար Գյումրիի հրապարակ եկան նաև որոշ պատգամավորներ, այդ թվում Հայաստան խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։ Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին հայտարարություն տարածեց նաև մեր ձևով շարժումը։ Գյումրիի համայնքապետարանի շենքում և հրապարակում հավաքված բազմությունը ժամանակ առ ժամանակ բախումներ էր ունենում իրավապահների հետ։ Տեղեկություններ էին տարածվել, որ ծակել են ոստիկանների մեքենաների անիվները։ Ոստիկանությունը շուրջ 2 տասնյակ քաղաքացու բերման ենթարկեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրու համայնքապետարանի մուտքերի մոտ և շենքում հավաքված անձանց կողմից գործի քննությանը միջամտելու հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու համար, ինչը ըստ կոմիտեի զուգորդվել է բռնություն գործադրելով, այդ թվում ոստիկանների նկատմամբ գույք ոչնչացնելով և վնասելով։ Կոմիտեն նախազգուշացնում էր, որ իրավապահների օրինական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ահազանգերի հետքերով Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը այց է իրականացրել ոստիկանության համապատասխան բաժին, ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Բացի այդ, մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրոցական կրթության իրավունքի վրա։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով։ Գյումրիի համայնքապետարանի դիմաց ակցիան ավարտվեց Վարդան Ղուկասյանին հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելուց հետո։ Վարդան Ղուկասյանի տեղակալ նրափեսա Ավետիս Առաքելյանը հայտարարեց, որ գնում են Երևան։ Անժամկետ գործադուլ է հարդարում քաղաքապետարանը։ Դրա իրավունքն ունի իրեն քաղաքապետին, իրեն լիդերին անկարգի ձևով չենք հասկանում ինչի են տանում։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Չի լսել։ Ավելի ուշ սակայն Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջով հաղորդագրություն տարածվեց, որ չնայած քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին քաղաքապետարանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Արդեն հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ ասաց, որ գործի վերաբերյալ ամեն ինչ Ղուկասյանը հերքում է, չի ընդունում։ Ըստ
Փաստաբանի ներկայացված 6-7 դրվագներից միայն մեկն է վերաբերում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Հակակոռուպցիոն կոմիտեից լուրերին տեղեկացրին, որ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։